Ընդհանուր առմամբ այս պատերազմում Իրանի ռազմավարությունը նաև, որ հնարավորինս շատ երկիր տուժի պատերազմից եւ հնարավորինս շատ երկիր ունենա տնտեսական վնասներ եւ առնվազն մտավախություններ եւ անհանգստություններ այս պատերազմի հետ կապված ու մտածի, որ այս պատերազմի ավարտը բխում է նաև իր շահերից եւ դրանից ելնելով նաև ճնշում գործադրի նահանգների Իսրայելի վրա, որպեսզի այս պատերազմը դադարեցնեն։ Այսինքն հիմնական հաշվարկը իրանական կողմից սա է եւ հենց այդ պատճառով է, որ Իրանը անընդհատ թիրախավորում է նաև օրինակ արաբական երկրների տնտեսական ենթակառուցվածքները, էներգետիկ ենթակառուցվածքները ու իհարկե նաև Հորմուզի նեղուցում է խնդիրներ առաջացնում։ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասով իրականում մենք չունենք հստակ պատասխան, թե ինչ է տեղի ունեցել, բայց ունենք ենթադրություններ, թե կոնկրետ ինչ սցենարներ կարող էին լինել։ Եթե դիտարկում ենք իրանական սցենարը, օրինակ, որ տեղի ունեցել ինչ որ իսրայելական սադրանք, կոնկրետ Ադրբեջանի դեպքում, ապա դա կարող է նշանակել, որ Իսրայելը օրինակ փորձում է Իրանի դեմ նոր ճակատ բացել, ներգրավել այլ երկրների։ Սա եթե իրանական սցենար դիտարկենք, բայց եթե դիտարկենք այն սցենարը, որ Իրանն է իսկապես այդ հարվածը հասցրել, թե ԱԹՍ հարվածը եւ թե հրթիռային հարվածը, ապա այստեղ մի քանի դաշտ է բացվում։ Մյուս կողմից սա կարող է նաև նախազգուշացում դիտարկվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պատերազմական պայմաններում Իրանի զինված ուժերը գործում են ապակենտրոնացված եւ իրենք կարող էին տվյալ պայմաններում գործել նախորոք ունեցած սցենարի պլանի հիման վրա եւ օրինակ Ադրբեջանին հարված հասցնել ունենալով մտավախություն, որ Ադրբեջանը կարող է լինել այն երկրներից, որտեղից Իրանի դեմ գործողություն կարող են ձեռնարկվել։ Թուրքիայի դեպքում չեմ կարծում, թե Իրանը իսկապես շահագրգռված է, որ Թուրքիան եւս ներգրավի որևէ կերպ ռազմական գործողությունների իմաստով այս պատերազմում, հետեւաբար Թուրքիայի ուղղությամբ հրթիռների արձակումը կարող է լինել այն տարբերակով, որ օրինակ վերջնակետը չի եղել Թուրքիան, այլ եղել է այլ թիրախ օրինակ Կիպրոսում, կամ էլի այստեղ էլ գործ ունենք այդ պատերազմի գինը մեծացնելու եւ ավելի շատ երկրների շահագրգիռ դարձնելու տրամաբանության հետ։